Փանիկ գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կիլոմետր հարավ-արևելք, Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Գեղաձոր գետակի ձախապնյա Արգավանդ դաշտում։ Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ հայեր են։ Փանիկ է վերանվանվել 1925 թվականին։ Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։ Գյուղի հարավային մասով հոսում է Ախուրյանի վտակարանգուն կամ Մանթաշը, որը սկիզբ է առնում Արագածից։ Գյուղի հյուսիսային կողմով հոսում է Ձոր կոչվող գետակը, որը հնում անվանում էին Ձորի ջուր։ Այն չունի ակունք և ջրառատ է լինում գարնան և աշնան տեղումներով հարուստ ամիսներին։ Գյուղը հարթության վրա է և որպես բնակավայր ունի հարմար դիրք երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Փանիկը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա։ Կլիման զով է, շրջակայքը անտառազուրկ է, իսկ գյուղում աճում են մրգատու և դեկորատիվ ծառեր։ Թերևս շատ հին ժամանակներից Փանիկը եղել է բնակավայր։ Նրա շրջակայքում հայտնաբերվել են կիկլոպյան ամրոցների, թաղման հնագույն ձևերի, նախնադարյան մարդկանց բնակավայրերի, դամբարանների, ուրարտական սեպագիր արձանագրությունների մնացորդներ։ Փանիկի հիմնադրման վերաբերյալ կան տեղեկություններ, ըստ որոնց բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից։ Ավելի ստույգ համարվում է Մխիթարյան միաբանության անդամ Գաբրիել Վարդապետ Նահապետյանի վկայությունը, ըստ որի 1812 թվականին Ալաշկերտի Խաստուր գյուղից մի խումբ հայեր դավանանքով կաթողիկե Լևոն Նահապետյանի գլխավորությամբ գաղթում են Շիրակ գավառը և բնակություն հաստատում Քավթառլու գյուղի մեջ։ Սկզբում գյուղում բնակություն են հաստատել Նահապետյանները, Սալազարյանները, Նազարյանները, Ճավրշյանները, Սեխլեյանները, Բոզոյանները, Նիկոյանները, Ավաքյանները և Մեյրոյանները։ Ինչու են կաթողիկեություն ընդունած հայերը Ալաշկերտի գավառից գաղթել Փանիկ։ Կային մի շարք լուրջ պատճառներ, որոնցից ամենածանրակշիռը պատմաբան Լեոյի փաստարկն է։ Թուրքաց կառավարությունը չէր ճանաչում հայ կաթողիկեներին, որպես առանձին համայնք և բոլոր կաթողիկեացածներին համարում էր արևմտյան պետությունների լրտեսներ։ Այս պատճառով էլ նա ոչ միայն խրախուսում էր հայոց հոգևոր իշխանությանը ամեն տեղ հալածել կաթողիկեներին, այլև ինքն էր հաճախ կատարում պատժողի դեր, դիմելով ինչպես վայելեր նրան բարբարոսական միջոցների։ 1804 թվականին գյուղը անցնում է Ռուսաստանի հովանավորության տակ, որտեղ կյանքի և գույքի ապահովության հաստատուն երաշխիքներ կային։ Շուրջ 20 ծուղ ներգաղթելուց և ներկայիս գյուղի տարածքում հաստատվելուց հետո ռուսաց կառավարությունը գյուղը ճանաչեց որպես բնակավայր և բնակիչներին ազատեց հարկերից։ Ազատվելով թուրքական բռնություններից բնակիչները ձեռնամուխ եղան խաղաղ աշխատանքի։ Սկսվեց բնակարանային շինարարությունը։ Կառուցում էին բազալտ քարից և կավե շաղախից։ Բնակարանները գմբեթավոր ոճով էին, որպեսզի թոնրով տաքացվող տներում ծուխը երթիկից դուրս գալու տեղ ունենար։ Սկսվեց հողերի յուրացումը։ Մշակում էին գարի, ցորեն, կտավատ։ Հողի մշակման գործում տարածված էին եռադաշտային սիստեմը։ Հողը վարում էին անասունների, եզների քարշող ուժի միջոցով։ Պահում էին ոչխար, կով, գոմեշ, հավ, սագ, աղավնի։ 1813 թվականին արդեն գյուղացիները կառուցեցին աղոթարան։ Անհրաժեշտ միջոցներ չկային եկեղեցի կառուցելու համար։ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ եկեղեցին կառուցվեց ավելի ուշ, 1846 թվականին։ Նորաբնակներին իրենց հարձակումներով անհանգստացնում էին թուրք ասկյարները և պարսիկ զինվորները, քանի որ Արևելյան Հայաստանը դեռևս ամբողջությամբ չէր մտել Ռուսաստանի կազմի մեջ։ 1817 թվականին մեծ վիշտ կրեց գյուղի հիմնադիրը Լևոն Նահապետյանը։ Պարսիկ փաշաները հարձակվելով գյուղի վրա գերեվարեցին Լևոնի զույգ աղջիկներին և 6-ամյա որդուն Սողոմոնին։ Մեծ դժվարությամբ հորը հաջողվել է պարսիկներից ետ գնել իր երկու աղջիկներին, սակայն տղային փրկել չի հաջողվել, որովհետև Երևանի Հուսեյն խանը որդեգրեց Սողոմոնին, նրան տալով Ջահանգիր խան անվանումը։
Սողոմոնի փրկության դուռը բացվեց 10 տարի անց, երբ Զորավար Պասկևիչի զորքերը ազատագրեցին Երևանի բերդը։ Սուրբ Աստվածածին եկեղեցի հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Փանիկ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցման նախաձեռնությունը ստանձնել է Պետրոս Նահապետյանը 1846 թվականին։ Եկեղեցին կառուցված է հայկական տուֆից։ Տանիքը փայտաշեն է, ունի 1 մուտք և 8 լուսամուտներ։ Մուտքի մոտ կա 2 գերեզման՝ Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի։ Եկեղեցու վրա կարելի է տեսնել մի արձանագրություն, որտեղ գրված է եկեղեցին կառուցողի մասին։ 19-րդ դարի կեսերին բավականին մեծ էր հայ կաթողիկեների թիվը ռուսական կայսրության մեջ, հատկապես Կովկասյան շրջաներում։ Այդ իսկ պատճառով Հռոմը բանակցությունների մեջ է մտել ցարական կառավարության հետ և արդյունքում 1847 թվականին Հռոմի Սուրբ Աթոռի և ռուսական կառավարության միջև կնքվել է մի համաձայնագիր, ըստ որի պետք է հիմնվեն կաթողիկե հայոց առաքելական փոխանորդությունը, որը կլիներ Սարատովի լատին կաթողիկե եպիսկոպոսի իրավասության տակ։ Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, իսկ 1939 թվականին արդեն վերածված է եղել պահեստի, սակայն ժողովուրդը մեծ բողոքի ալիք է բարձրացրել, որը ստիպել է եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել այլ տեղ։ Ժամանակի ընթացքում եկեղեցին փլուզվել է, բայց 1967 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում սկսել են հանգանակություն հավաքել եկեղեցին վերակառուցելու համար, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Ալեքսանդր Օրդանյանը, ով այդ ժամանակ կոլտնտեսության վարչության նախագահն էր։ 1986 թվականի հունիսի 20-ին սկսվել է եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը գլխավորել է Սահակ Սալազարյանը։ 1971 թվականի դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարտվել է։ 1991 թվականին գյուղ է եկել Կոմիտաս վարդապետ Մանուկյանը և սկսել է լայն գործունեություն ծավալել։ Հայր Կոմիտասը առաջինը սկսել է եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները, որից հետո քանդել այնտեղ կառուցված 6 տները և եկեղեցուն կից կառուցել է գեղեցիկ քահանայատուն։